Բարև ձեզ, մենք այսօր ձեր հետ միասին քննարկելու ենք Սիրիայում տեղի ունեցող վերջի իրադարձությունները, որովհետև շատ կարևոր մի շարք իրադարձություն են տեղի ունենում հենց քարտեզի վրա եւ մենք ձեր հետ միասին քարտեզի շնորհիվ կվերլուծենք եւ կտեսնենք թե ինչ է կատարվում Սիրիայում, իսկ Սիրիայում Իսրայելը եւ Թուրքիան արդեն բախման եզրին են եւ Իսրայելը աննախադեպ ուրեմն ծավալի հարձակումներ է կատարում, ռմբակոծում է Սիրիայի տարբեր մասերը։ Մի խոսքով մենք հիմա ձեր հետ միասին այս ամեն ինչը մանրամասն կուսումնասիրենք։ Առաջի հերթին ես ձեզ կոչում անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, դրեք զանգակը, լայքեք անպայման այս վերլուծությունը, դա շատ կարևոր է, լայքելը հատկապես կարևոր է։ Ինչպես նաև սիրելի հայրենակիցներ, դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված PayPal-ի կամ կրիպտոարժույթների հասցեների միջոցով եւ արևմուտքում գտնվող մեր հայրենակիցները կարող են անդամակցել մեր YouTube-յան ալիքին, ինչը շատ կարևոր է ալիքի հետագա զարգացման համար։ Անցնենք առաջ, սիրելի հայրենակիցներ։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ Սիրիայում տեղի են ունենում երկու ուղղությունով կարևոր իրադարձություններ։ Սկսենք ընդհանուր առումով պատկերից, կարծում եմ բոլորը արդեն ով հետևում է մեր ալիքը տեղյակ է, բայց ով առաջի անգամ է դիտում, գիտի, որ այստեղ նշված է 3 կարելի ասել գույնով հատվածները։ Կանաչով նշված են ուժերը, որոնք Թուրքիայի եւ Սիրիայի այսօրվա իշխանության վերահսկողության տակ են։ Հատկապես այս հատվածը, որը տեսնում եք այստեղ կանաչով, սա Թուրքիայի վերահսկողության տակ է, ինչպես նաև այս հատվածը։ Իսկ ավելի մուգ կանաչով այս դեպքում նշված ամբողջ տարածքը ինքը իրականում գտնվում է Ահմեդ Ալ-Շարայի կամ Ալ-Ջուլանիի Հայաթ Տահրիր Ալ-Շամ տերորիստական կազմակերպության խմբավորման վերահսկողության տակ իսլամիստական, որը եկել է իշխանությունում Դամասկում եւ արդեն կարելի ասել պաշտոնական իշխանությունն են ամբողջ Սիրիայի։ Ուրեմն մենք ունենք Թուրքիա, մենք ունենք Թուրքիան եւ Սիրիան, որը միասին են այստեղ գործում, մենք ունենք քուրդական ժողովրդավարական ուժեր, դեղին գույնով տեսնում եք, եւ քուրդական ուժերը Ալեփում իրականում մի փոքր հատված ունեն մինչև հիմա վերահսկողության տակ, բայց մնացածը դուք տեսնում եք, որ գտնվում է Եփրատ գետի ձախ ափին եւ մի փոքր այստեղ աչափին, բայց ընդհանուր առումով սա Եփրատ գետի ձախ ափն է, եւ Սիրիայի հյուսիս արևելքը, որը դեռ գտնվում է ուրեմն քրդական այս սիրիական ժողովրդավարական ուժերի ձեռքում։ Այստեղ իրավիճակը կայունացել է, որովհետեւ ակտիվ գնում են բանակցություններ նրա մասին, որ քրդական այս ուժերը ինտեգրացում է իրենց տեղի ունենալու Սիրիայի իշխանության հետ Թուրքիայի կողմից աջակցված, ինչը իհարկե վատ սցենարն է քուրդական ուժերի համար, բայց ցավոք իրավիճակը այնպիսին է, որ քուրդական ուժերի աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական պատճառների հետևանքում այսօր ոչ միայն ռուսները չեն աջակցում, որոնք այստեղ կային եւ աջակցում էին մինչեւ Բաշար Ալ-Ասադներ այստեղ, այլ հիմա նաեւ չեն աջակցում նաեւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հաշվի առնելով, որ պահել այս տարածքը առանց իր հետ սահման ունենալու շատ բարդ եւ նույնիսկ անլուծելի այս պարագայում իրավիճակ է։ Բայց մյուս կողմից մենք ունենք ուրեմն Իսրայել, որը վերահսկում է Հոլանի բարձունքները, եւ մենք ունենք դրուզներ, որոնց մասին մենք ձեր հետ ակտիվ խոսել են։ Ուրեմն տեսեք ոնց է կիսված Սիրիան։ Իրականում կարելի ասել, տեսնում եք այս հատվածը, այս ամբողջ հատվածը, տեսեք ինչ մեծ հատվածի մասին է խոսք գնում, սիրելի հայրենակիցներ, այս հատվածում ճանապարհներ չկան։ Եվ դա շատ կարևոր հարց է, ինչպես նաև իրականում ճանապարհներ չկան նաև այս հատվածում։ Կա ճանապարհ Ադ Տանֆում, բայց Ադ Տանֆը վերահսկվում է ամերիկացի կողմից, դա կարևոր է նշեմ, ճիշտ է այս քարտեզի վրա դա չի երևում, բայց իրականում այդպես է, Ադ Տանֆը դեռ վերահսկվում է ամերիկացի կողմից։ Հարցը նրանում է, որ բոլոր կապերը, որը գալիս են Թուրքիայից եւ գալիս են դեպի Իսրայել, իսկ մենք ձեր հետ խոսացել ենք նրա մասին, որ բախում է տեղի ունենում Իսրայելի եւ Թուրքիայի միջև Սիրիայում
եւ նկատի չունենք ուղղակի անմիջապես բախում կողմերի միջև, այլ շահերի հիբրիդային բախում, ազդեցությունների բախում առաջի հերթին։ Թուրքիան կարողացավ հասնել իր նպատակին եւ հիմա վերահսկում է Դամասկը։ Հարցը նրանում է, որ դուք տեսնում եք Իսրայելը վերջի օրերի ընթացքում եւ մենք ձեր հետ հիմա միասին ակտիվ ժամերով նույնիսկ կվերլուծենք։ Ուրեմն ըստ սիրիական տվյալների իսրայելական ուժերը եւ թուրքական ուժերը հանդիպել են Սիրիայի օդում։ Սա առաջի այդպիսի իրավիճակն է եւ այս հատվածում էր գտնվում թուրքական ուժը, այս հատվածում գտնվում իսրայելական ուժերը։ Իսրայելը հարվածներ հասցրեց, ուրեմն տեսնում եք այս հատվածում եւ նաեւ այս հատվածներում։ Այստեղ գտնվում են տարբեր ռազմական օբյեկտներ։ Մենք նաև տեսնում ենք հետաքրքիր է, որ այս հատվածում տեղի է ունենալու գազամուղի կառուցում եւ մի քանի շաբաթվա ընթացքում փաստորեն Թուրքիան արդեն կսկսի մատակարարել Սիրիային գազ, ինչը շատ հետաքրքիր եւ կարեւոր զարգացում է։ Իսրայելը, որը հասել է մինչեւ Համա եւ Հոմս, հարվածել է այս հատվածներին։ Սա տեղի է ունեցել, ինչպես ես նշեցի, 17 ժամ առաջ, 3 փաստորեն մայիսի 2-ին։ Հարցը նրանում է, որ Թուրքիան ուզում էր ձևավորել ռազմակայան, եւ մենք դրա մասին ձեր հետ խոսել ենք, Համա եւ Հոմսի հատվածում եւ Պալմիրայի հատվածում։ Պալմիրայում նույնիսկ արդեն սկսվել էին պատրաստողական գործողություններ, դուք տեսնում եք Պալմիրան այստեղ, կենտրոնական Սիրիան է կարելի ասել, եւ դուք տեսնում եք Համա եւ Հոմսը, քաղաք Հոմսը եւ քաղաք Haman։ Թուրքիան այսօր վերահսկում է հյուսիսային Սիրիան։ Դա երկու այս տարածքն են, բայց օդային առումով վերահսկում է հյուսիսային Սիրիան։ Իսրայելը իր կողմից վերահսկում է հարավային Սիրիան, բայց հարցը դրված է կենտրոնական Սիրիայի մասին։ Թուրքիան ասելով, որ Համայում եւ Հոմսում կառուցելու է ռազմակայան օդային ուժերի համար, դա շատ կարևոր է նշել, ինչպես նաեւ Պալմիրայում, եւ այդտեղ կիրառելու է հակաօդային պաշտպանության համակարգներ, որով փաստորեն փակելու է սիրիական օդը Հոմսից եւ Պալմիրայից դեպի հյուսիս, Իսրայելը հստակ ասել է, որ դա տեղի չի ունենա։ Եվ երեկվա գործողությունները Իսրայելի, ըստ որի հարձակումներ են տեղի ունեցել հենց Համա Հոմսի հատվածում եւ այս հատվածում այստեղից են կրակել ուրեմն Լատակիայի շրջանին, ցույց է տալի, որ սահմանը Իսրայելի ազդեցության անցնում է, կարելի է ասել, կենտրոնով, կենտրոնը պատկանում է Իսրայելի օդային ուժերին։ Նույն ժամանակ Թուրքիան գիտենալով եւ տեսնելով, որ Իսրայելը կենտրոնական հատվածում արդեն իր օդային ուժերն է Սիրիայում ակտիվացրել, հյուսիսային հատվածում, նույն 16 ժամ առաջ, նույն հատվածի մասին է խոսքը, իր F-16-ների մասին է խոսքը, նաև կիրառել է, չի օգտագործել, չի հարձակվել որևէ մեկին, բայց շատ ակտիվ թռիչքներ են կատարել հենց Ալեպոյի շրջանի մոտ, սրանով ցուցադրելով, որ հյուսիսում Թուրքիան ներկա է։ Ինչպես մենք ձեր հետ վերլուծում էինք, առաջինը, բախումը տեղի է ունենում Սիրիայի տարածքում, բախումը տեղի է ունենում Իսրայելի եւ Թուրքիայի միջև ազդեցության գոտիների համար, առաջի եւ ամենակարևոր ուղղությունը դա օդային հատվածն է, որովհետեւ ցամաքային կապ չկա, բայց եւ մենք արդեն տեսնում ենք, որ հակաօդային պաշտպանության հարցն է դրված, որովհետեւ Թուրքիան ուզում է հասնել մինչեւ կենտրոն, որովհետեւ դե պատկի հասկանում եք, բոլորովն էլ շատ լավ հասկանում եք, որ կա հյուսիսային հատված, կա կենտրոնային հատված եւ կա հարավային հատված։ Այս պահին այդ 3 հատվածից հյուսիսը
ակնհայտորեն Թուրքիայի ազդեցության տակ է, հարավը ակնհայտորեն Իսրայելի ազդեցության տակ է, կենտրոնը ճակատն է կարելի ասել, որտեղ որ Իսրայելը ավելի համարձակ է այս պահին, բայց շատ կարևոր գործողություններ են տեղի ունենում հարավում, որովհետև մենք փաստացի ունենք իրավիճակ, երբ թուրքական կողմը, Հայաթ Թահրիր ալ-Շամը, Ալ-Ջուլանին, այսօրվա իշխանությունը Սիրիայի վերահսկում է հարավը, դա շատ կարևոր է, ամբողջությամբ վերահսկում է այս հարավի տարածքը, ուստի ոչ ամբողջությամբ, մենք հիմա դրա մասին կխոսենք, բայց Դամասկոսը վերահսկվում է, ուստի կապը ցամաքային այստեղ կա, հիմա մենք տեսնում ենք, որ նույն 16 ժամ առաջ, 3, իսրայելական օդային ուժերը տարբեր հարվածներ են հասցրել և թռիչքներ են անցկացրել Դարաայի և Ալ-Սուվեյդայի շրջաններում, Դարայի շրջանը այստեղ է և Ալ-Սուեդրայի շրջանը այստեղ է, Դարայի շրջանը, տեսնում եք Դարան և իր շրջանը սա է, և Սուվայդան և իր շրջանը սա է, ինչպես մենք ձեր հետ քննարկեցինք, այս կողմ որևէ բան չկա, ուստի բոլոր կապերը այստեղ կամ կապնվում են Հորդանանի հետ, այսպիսով, անցակետ կա այստեղ, կամ կապնվում են Իսրայելի հետ այս կողմից, կամ կենտրոն մայրաքաղաքի հետ, այստեղով ճանապարհ չկա, այստեղով նաև ճանապարհներ չկան, պետք է հասկանալ, որ այստեղ շատ բարդ իրավիճակ է իրականում, աշխարհագրական առումով իհարկե շատ բարդ իրավիճակ է և դուք սա կարծում եմ այստեղ տեսնում եք, հարցը նրանում է, որ նույն ժամանակ իսրայելական օդային ուժերը 3 հասել են մինչև Ալ-Սուվեյդա և 5 դրուզ են այստեղից տարել ուրեմն Իսրայել, ինչպես նաև մենք այստեղ տեսնում ենք, որ օգնություն են բերել իսրայելական ուժերը Ալ-Սուվեյդային։ Եվ դուք տեսնում եք այստեղ, որ ուղղաթիռի միջոցով բերվել է իսրայելական ուժերը, բերել են ոչ միայն ուտելիք և ուրիշ անհրաժեշտ իրեր, այլ նաև բերել են, ինչը շատ կարևոր է, ռազմական օգնություն դրուզներին։ Դրուզները բնակված են ամբողջ այս շրջանում, մենք ձեր հետ սրա մասին խոսել էինք, ամբողջ այս շրջանը բնակված է դրուզների կողմից, դրուզները դրանք կարճ որ ասեմ, արաբներ են, որոնք այդքան էլ մուսուլման չեն կամ ուրիշ ձևի մուսուլման են, մեղմ ասած, իրականում իրանց կրոնը մի փոքր ավելի տարբերվում է և կարելի ասել, որ այդքան էլ մուսուլման չեն, բայց հարգում են իսլամը, քրիստոնեությունը և իուդաիզմը և մի խոսքով ուրիշ մոտեցում ունեն ընդհանրապես, խաղաղասեր ժողովուրդ են, բայց միևնույն ժամանակ գտնվում են շատ բարդ իրավիճակում։ Իսրայելը միևնույն ժամանակ 3 հասցրել է հարվածներ այս հատվածում և նպատակը դրա այդ հարվածների այն էր, որ կանգնեցնեն կենտրոնական ուժերի, Սիրիայի իշխանության կենտրոնական ուժերի հարձակումները, որոնք ուղղված են, որովհետև դուք այստեղ տեսնում եք, որ նույն այս հատվածում արդեն մտել են կենտրոնական ուժերը, այս իսլամիստական ուժերը և իրանց նպատակն է իրականում անցնել մինչև հարավ և գրավել ամբողջ այս տարածքը, որը իրանք համարում են Սիրիայի մաս և համարում են, որ պետք է իրենց ենթարկվի։ Հիմա ինչն է ամենակարևորը։ Ամենակարևորը այն է, որ այստեղ դուք քարտեզի վրա հիմա տեսնում եք
այս հատվածը նստավայրն է, սա նախագահի, եւ նախագահի նստավայրում շատ կարևորը այն է, որ հարձակումներ են տեղի ունեցել Իսրայելի կողմից այստեղ մոտակա տարածքներին, ես կարծում եմ սա մեկ օր ավելի շուտ է տեղի ունեցել եւ մենք ձեր հետ հիմա միասին, հիմա կտեսնենք, այստեղ է տեղի ունեցել հարձակումները, մեկ օր ավելի շուտ, մայիսի 1-ին, եւ Իսրայելը սրանով զգուշացրեց, որ որևէ բան թույլ չի տա, ինչպես նաեւ այստեղ դուք տեսնում եք, այս շրջանում է նաեւ բնակեցված կարելի է ասել այս շրջանն է բնակեցված դրուզների կողմից, սա Դամասկի շրջանն է, որտեղ որ կարելի է ասել, որ դրուզները որոշում են կայացնում, դեռ հասկանալի չի միջևերջ, թե ինչ որոշում են կայացնելու այս շրջանի մասին։ Այս շրջանը իրականում շատ բարդ իրավիճակում է, որովհետև հասկանալի չի, թե ինչպիսի մոտեցումներ կարան ունենալ դրուզները այստեղ։ Դուք տեսնում եք այստեղ, որ մեկ օր ավելի շուտ հոսանքի խնդիր է ստեղծվել Սուվեյդայում եւ հարձակումներ եւ ռազմական գործողություններ են ակտիվ տեղի ունեցել այս շրջանում։ Բայց մեզ համար իհարկե հիմա ամենակարևորն է այս պահին ստեղծված իրավիճակը եւ ըստ այս պահին ստեղծված իրավիճակի մենք տեսնում ենք, որ կենտրոնական ուժերը փորձում են վերահսկողության տակ վեկալել ամբողջ այս տարածքը, իսկ Իսրայելը դրա փոխարեն հարձակվում է մայրաքաղաքի վրա եւ ռմբակոծում է հենց մայրաքաղաքը։ Դա շատ կարևոր գործողություն է, որի հետևանքում ուրեմն մենք տեսնում ենք, որ այստեղ ոչնչացվում են զինված ուժերը սիրիական։ Փաստորեն խոսք է գնում նրա մասին, որ տեղի են ունենում ակտիվ ուրեմն գործողություններ։ Հիմա ինչ է նաև տեղի ունենում միևնույն ժամանակ, մենք ձեր հետ գիտենք, որ դրուզները բնակվում են այս հատվածում, բայց նաև բնակվում են այս հատվածում, Հոլանի բարձունքներում եւ ամենաշատ Մաջդել-Շամսում են բնակվում, տեսնում եք Մաջդել-Շամսը։ Մաջդել-Շամսի դրուզները երեք հայտարարել են, որ մենք Իսրայելում իրավիճակը կխառնենք եւ նկատի ունեն ճանապարհներ կփակեն եւ արդեն սկսել են փորձում են, եթե դուք չօգնեք մեր եղբայրներին Սիրիայում։ Ինչով Մաջդել-Շամսի եւ Հոլանի բարձունքների դրուզները, որոնք երկար ժամանակ աջակցել են Իսրայելին, ստիպում են Իսրայելին, որ Իսրայելը ակտիվ մտնի եւ մասնակցի գործողությունների մեջ հարավային մասում։ Հիմա մենք սրանով կարող ենք ամփոփել եւ հասկանալ ընդհանուր իրավիճակը, որ տեղի է ունենում մի կողմից հարավում ակտիվ գործողություններ այստեղ եւ մոտակա ժամանակում մենք կհասկանանք, թե այստեղ ինչ իրավիճակ է ստեղծվում եւ մենք ակտիվ կհետևենք սրան։ Նաեւ Թուրքիան արդեն օդային առումով Իսրայելի հետ առճակատման եզրին է եւ գնալու է պայքար կենտրոնական Սիրիայի վերահսկողության համար, ինչպես նաեւ պայքարը շարունակվելու է այս քուրդական ուժերի դեմիլիտարիզացիայի ուղղությունով եւ այդ ուղղությունով քայլեր դել լինելու են։ Մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները պատրաստվում են հանել իրենց զինված ուժերը Սիրիայից, թողնելով կողմերին իրավիճակ, որ կողմերը իրանք զբաղվեն այս իրավիճակով։ Կողմերը այստեղ Թուրքիան են, Իսրայելը եւ կասեի, որ տարբեր պրոքսիներ, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում։ Սիրիայի տարածքը դարձրել են playground, ոնց որ կոչում են, խաղատարածք կամ պատերազմի գոտի, որտեղ որ առճակատվելու են Իսրայելը եւ Թուրքիան, եւ մենք պետք է սա հաշվի առնենք։ Նաեւ չմոռանանք, որ կա հյուսիսային Կիպրոս, որտեղ որ Թուրքիան շատ ակտիվ նաեւ ներկա է եւ սա նաեւ շատ մոտ է իհարկե Իսրայելին եւ տարածաշրջանին։
Այսքանով կարծում եմ այսօր ամփոփում ենք, ստեղծված իրավիճակի վերլուծումը ակտիվ կհետևենք իհարկե այս կարևոր զարգացումներին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, անպայման լայքեք մեր վերլուծությունը, կհանդիպենք, ցտեսություն։